Ոնց եք։ Ոնց են գործերը, աշխատանք ունեք։ Որ պետական թե մասնավոր հատվածում։ Լավ են գործերը։ Տրամադրությունները լավ է։ Լավ է։ Չէ, նայ միացնել է, քիչ։ Բարի ծառայից։ Մեր ժողովուրդը շարժվել են, հենա մեր ավտոբուսը։ Կարծում եմ, այստեղից կարող քայլելով, եթե ժամանակի մեջ տեղավորվում ենք։ Հա, տեղավորվենք։ Բայց այն ափով քայլենք, թե այս ափով։ Էս ափով ավելի լավ։ Այն անցնենք ողջունենք ընդ։ Բարև եմ ձեզ էլ բարև եմ, ոնց եք։ Լավ են գործերը։ Լավ եք։ Եղբայր բարև։ Ոնց ես, հələ մատ տվեք։ Էս այստեղից կպցնենք, թե այստեղից գլխարկից ամենահայրը։ ԶՊՄԿ-ի շենքն է հյուրանոց պետք է դառնա։ Լավ ես, բարև։ Լավ եք։ Լավ եք։ Ինչ անունդ։ Ապրես Գարիկ ջան։ Բարև ձեզ։ Բարի ծառայից։ Բարև։ Հա։ Լավ, դու ոնց ես։ Հարթած ծերը։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավն է։ Ոնց են գործերը։ Կապանից եք։ Հա։ Քան տարի է կապանում ապրում եք։ Ինչ ընկալումներ ունեք իրավիճակի մասին։ Հիմա խաղաղություն կա թե չկա, զգում եք։ Կա հաստատ։ Ինչքան որ դու լինես, լավ լինում։ Ինձ եք մտածում։ Շնորհակալ եմ շատ։ Իսկ խաղաղության հետ կապված ինչ որ նեգատիվ զգացում ունեք որևէ։ Բացառ։ Լավ լինելու։ Ինչքան որ դու լինես, ես դեռ չեմ մտածում։ Այսինքն մեր օգտին քվեարկելու է։ Իրականում 400,000-ի տավետ, չէ՞։ Բայց հետաքրքիր է մենք լիքը մարդիկ որ հնարավոր չի ուտել, իրականում ուրեմն այսինքն բոլորը չեն որ խոշակացում։ Հա, այդ նույն երեխայի նպաստն է, ինչով է տարեկան եւ երրորդ հետ հաջորդի դերում են բոլորը կարող են։ Այ ես այդ նյուանսը բացեի։ Այսինքն բոլորը 50,000, իրականում 60 տարեկան։ Ես նյուանսը բացեի թողել, այ Զմարային 4 այսքան խոսում եմ, լիքը բան կա, որ մենք էլ չենք դիտում իրականում։ Իսկ գիտեք որ առողջության ապահովության շահը Եվ հույս ունենք, որ այնքան առողջ կլինեք օգնելու առիթ չի լինի, բայց մարդ է ձգել պետք է լինի։ Լավ է, շնորհակալ։ Համած գուշ։ Եղբայր բարև։ Լավ է, ձեռքդ ծրել։ Մի հատ նվիրեմ քեզ։ Այս մեր սիմվոլի։ Ինձ ձեր սիմվոլն է, մեր ընդհանուր սիմվոլ։ Հա, հենա։ Ահագին կապանցիներ են։ Բարև եղբայր։ Առողջություն, արեշտացություն։ Ոնց եք լավ եք Դիվան։ Ինչին եք Դե դեպի լավը լավ գործ է, էլի։ Ամ դեպի լավ ներգնում ամեն հարմար է։ Հա ճիշտ է, լավն է, խաղաղությանն էլ է պետք։ Ամեն լավը դա Իսկ խաղաղությունը զգում եք։ ո՞ս զգում եք։ Լարվածություն, հա, պես կապանում կա լարվածություն։ Ես չի ով։ Մենք վստահում են մարդիկ որ խաղաղություն։ Ես նաև ըմբռնում եմ, որ խաղաղությունը խնամքի կարիք ունի, հակառակ դեպքում հեշտ չի, բայց պետք է լավ եղեք եղբայր։ Դությունը լավ է։
Շատ ճիշտ է։ Շատ լավ կարգախոս։ Տեսակ շատ լավ բան ասեց։ Քաղաքացին, բարև ձեզ։ Բարև պարոն վարչապետ, Լավ եք եղբայր։ ուրախ եմ ձեզ տեսնելու համար, որ սենց գիտակից ձեզ նման համախոհ մարդը ուղարկել մեր մարդը։ Թոշակից Ես ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է հետաքրքրում։ Այս բանի առանձնահատուկ կապանյան հանդիպումներ, երկու խոսակցություն իրար վրա, նախորդ քաղաքացին հրաժեշտ տալուց առաջ ասում է պետությունը լավ բան է, մեր հարգելի քաղաքացիներ ասում է ինձ թոշակը չի հետաքրքրում, ինձ խաղաղությունն է։ Բայարքի 5 տղա թոռ ունեն։ Արդեն մեծը բանակում է, այն 4-ն էլ գնալու են։ Ես կուզեմ, որ պատերազմ լինի նրանց հորիզոնական բերել իմ դեմս։ Ամենավատ խաղաղությունը ամենալավ պատերազմից լավ է։ Բայց Բաշի։ խաղաղությունը լավ է ուղղակի, Խաղաղությունը լավ է։ խաղաղություն լավ է, որովհետև տեսեք, այդ վատ խաղաղություն, լավ խաղաղություն, այն օրը եվրոպական խորհրդանում ելույթի ժամանակ ասացի, որ ասում են, որ մեր խաղաղությունը անթերի չի։ Իսկ ո՞ր է խաղաղությունը անթերի։ Չկա անթերի խաղաղություն։ Կներեք, էլի 45 թվին հայերենական պատերազմը արժանապատիվ խաղաղություն էր, չէ՞։ Բախի չտևեցի։ Խի ոչնչացավ այդ կուսակցությունը, խի ոչնչացավ։ Ուրեմն ինչու են Ստալինին հաստվեցին, ասին, խի ես Բուխարեն ինես ինչ գնդակահարում, ասին, ինչ մեղք ունեն, ասած Քրիստոսն էլ մեղք չուներ, բախի խաչեց։ Բաներ կա, էլի որ պիտի ըմբռնես ուր ես գնում։ Չէ, ես ձեզ ուրիշ բան ասեմ, տեսեք, այստեղ առանձնահատկությունը հետևյալի մեջ է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ այդ կարգախոսը, որ հայրենիքը պետությունն է։ Այստեղ շատ կարեւոր է թե ելակետը եւ հետման կետը ինչ է։ Եթե մենք մեր ելակետը պետությունն է, այսինքն մեր պետությունը էսա, Հայաստանի Հանրապետությունն է։ Եթե մեր ելակետը էս չի, դա լրիվ ուրիշ պատմություն է։ Ու նաեւ այդ է պատճառը, որ ես ասում եմ, մեր անկախության հռչակագիրը իրականում անկախության հռչակագիր չի։ Ինքը կոնֆլիկտի հռչակագիր է, որովհետեւ եթե դու պետություն ես հռչակում, ասում ես քո հետ ես խնդիր ունեմ, դա անկախություն չի, որովհետեւ այդ պայմաններում ինչ ես անում, գտնում ես մի հատ մեծ հովանավոր ու բան, այսօր բան են անում, ասում են խաղաղությունը արժանապատիվ չի։ Իսկ Հայաստանի 30 տարվա վասալային վիճակը արժանապատիվ է, որ Հայաստանի ղեկավար արժանապատիվ է։ Բայց մարդիկ այսօր օտար երկրի իմիսան, այսօր մեր քաղաքական դաշտի, այսօր ձևավորվող, կոնսոլիդացվող ընդդիմությունը, ըստ էության 100%-ով օտար երկրի իմիսարներ են։ Մարդիկ եկել են իրանց հայրենիքում, ներկայանում են որպես բան, օտար շահերի ներկայացուցիչ ու խոսում են արժանապատվությունից։ Այսինքն բան էլի, այդ ինչ արժանապատվության մասին է խոսքը։ Որ 30 տարի մեր պետությունը եղել է վասալի կարգավիճակում, դա արժանապատիվ է։ Մի բան էլ ես ասեմ, էլի։ Իհարկե։ Հիմա ասված խոսքեր է, էլի տակուց եկած խոսքեր է։ Ասում է թշնամուտ հետ բարեկամություն արա, բայց զենքը ձեռիցիդ վայր մի դիր։ Հիմա հասկանալի է, չէ՞։ Նայեք, թող լսեն 1920 թվականին այդ կոմունիստական կուսակցությունը արդեն որ բոլշևիզմը ներ դրում ստեղ մեր Զանգիստունիքում առաջինը այդ կազմակերպությունը ստեղծվեց Շիկագո գյուղում 1920 թվականին հիմա գյուղացի մարդիկ էին էլի ասենք մեկի գաղափարը դեպի դաշնակցություններ մեկը դեպի սովետական միություններ մի հոգի ասաց արա ես ուզում եմ միանալ սովետական միությանը բոլշևիկ հանդիսանալով դրանք գնդակահարեցին։ Ես այդ գիրքը տվել եմ ձեզ, չեմ անում կարդացել եք չեք, Շիկագոյի վերաբերյալ դե գրված է, էլի ոնց են այդ մարդուն գնդակա։ Եկել են խուցից հանել, գնդակալել էին, խուցից հանել են, դե նժդեի հրամանով պիտի քեզ տանենք լապորով։ Դուղից մի կիլոմետր հանում են, ձևը կապած գնդակահարում, սնուտան ներկնոջի գնդակահարում, որ 9 տարի Հիմա
105 տարի անց Վիտալի Բալասանյան ասմատիկ միանակ միութենական պետության դրանա 1920 թվականին եմ մարդը միանում էլի քիչը համաձայնվեց հիմա դե ինքը ազատ դե իրեն կնդական այդ արտահայտության ժամանակը ունի իր արժանապատիվ այն է, որ դու քո խնդրի լուծումը վերջինս քեզ արի, քո խնդրի լուծման պատասխան։ Հատես դեմանայի փաստերով է։ Սկոշակե, սա 78 թվականին ոչնչության անդամ է եղել, հայրս մահացել է, իր անձենքի գնացել է գրանցել։ 18 թվին հեղաշրջումը որ եղավ, հեղափոխությունը, ես զենքս հանձնեցի փոքր տղայից, պապական Սան թվին պատերազմը որ սկսեց, ես կողս մորթեցի տրա մի հատ մարտական զենք, գնացել եմ 10 տարի հիմա ես ինձ ապահով չզգամ, եթե արժանապատիվ խաղացուն եք ուզում, զենք հարակել են Խրիմյան հայրիկը հայտարարել է, չէ, այս ժողով, մեր շերեփը թղթից է, ով որ գալիս է Հայաստան, հետը թող զենք բերի։ Կներեք, շերեփը գիտեք ինչի է թղթի։ Որտե զենք չի անում։ Որտե պետություն չկա։ Պետություն չկա։ Իմիջիալոց որ Խրիմյան հայրիկի հիշեցի, ես որ այսքան ասում երաշխավոր, սա Ստեփանոյի պայմանագրից երաշխավորներ են եղել։ Երաշխավորը գիտեք ինչ է, երաշխավորը այն է, որ եթե այդ հարաբերությունն է, որպես մանրադրամ տարբեր տեղեր տանում վաճառում է։ Իր տարբեր առևտուրների մեջ, որպես մանրադրամ օգտագործում է եւ 1850-ական թվականներից ճշգրիտ են ինչ որ մեզ այդ տեղի է ունենում։ Եվ մենք այսօր մեր որոշումներով այդ ցիկլից դուրս ենք եկել։ Մենք ասում ենք պրոբլեմը մերն է։ Ինչի՞ պետք է ուրիշը լուծի մեր պրոբլեմը։ Մենք պետք է առերեսվենք մեր պրոբլեմին ու լուծենք։ Ու թղթի շերեփը ոչ թղթի շերեփով փոխարինելու տարբերակը պետությունն է։ Մենք պետք է այդ մարդը ասած պետությունը լավ բան է։ Պետությունը լավ բան է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ պետությունը ամենակարևոր բանն է, որը մենք ունենք։ Եվ մենք այսօր կենտրոնացած ենք մեր պետությունը ուժեղացնելու վրա։ Զենքերի մասին շատ է խոսվում զենքերի հետ կապված մենք էլ ենք ասում որ այդ պետական պարտքը ինչի ավելացել է սա արել է նա արել է նա երեք գնացինք տեսանք հյուսիս հարավա կառուցում որը մեր երկրում այդ մասշտաբի շինարարություն չի եղել բայց զենքերի հետ կապված ես ժամանակին 2-3 ամիս առաջ հայտարարություն արեցի ասացի ովքեր ուզում են քաղաքացիները տեսնեն թե ինչ է տեղի ունեցել ինչ ենք ձեռք բերել կտանեմ ցույց կտամ արդեն քանի խումբ հրավիրել եմ գնացել ենք, բայց այնքան թիվը մեծ է մարդկանց։ Վերջ եկանք այն եզրակացության, որ պետքա բոլորին ցույց տանք, հրապարակային ցույց տանք, եւ մենք մտածում ենք հիմա, որ առաջիկայում հրապարակային ցույց տանք, որպես մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը։ Բայց մենք դա անում ենք նաեւ խաղաղություն ընդգծելով եւ խաղաղության համատեքստում, քանի որ խաղաղությունն է, մեր հարևանների հետ լարվածություն չկա, մեր հարևանները հույս ունենք դա չեն ընկալի որպես ագրեսիվության կամ բանի ցուցադրություն մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու դա երևի մայիսին տեղի կունենա որ ցույց տանք թե ինչ ենք արել ինչ ենք ձեռք բերել որովհետև ելի եմ ասում մենք դրանով ոչ թե պատերազմ ենք պատրաստվել կամ այսինքն եղել է ժամանակ որ այո մտածել ենք որ պատերազմ արնելու պետքա պատրաստվենք այս էլ է կարևոր ընդ որում մենք ցուցադրելու ենք միայն մեր իշխանության օրոք եւ հիմնականում 22 թվից հետո ձեռք բերված սպառազինությունը բայց հիմա խաղաղությունն է բայց դա չի նշանակում որ մենք պետքա չունենանք պաշտպանունակ բանակ որովհետեւ առանց բանակի երկիրը ինքը գայթակղությունն է կարա գայթակղությունը լինի ագրեսիայի համար եւ այլն եւ առաջիկայում համոզված եմ ձեր այդ հարցի պատասխանը նույնպես կստանաք ուզում եմ շնորհակալություն հայտնեմ ձեզ եւ շարունակենք շնորհակալ Նաև մեր էլի եմ ասում, մեր մարզպետարանի աշխատակազմից ետնելա համայնքապետարանի բայց մի հարց ամենակարևոր ես ասել եմ էլի եմ ասում, եթե համայնքները գյուղերի հետ միասին խոշորացրել եք,
Փողերն էլ խոշորացրել եք։ Դա Փողերը- շատ փողերը ճիշտ բան եք մեռյալ ասում։ վիճակում ա, ես Շատ ասում ճիշտ եմ։ բան եք ասում, շատ Ես ինչի ամբողջ եմ ասում, ես կոլխոզի դառնությունն էլ եմ տեսել, այն որ ասում ա սովխոզի այն անարդարություններն եմ տեսել։ Դրա համար եմ ես երկու ասում։ օր առաջ կառավարությունում խորհրդակցություն ա եղել, մի մաս տենց կարճ լուսաբանվել ա։ Ինչ ենք ասել։ Ասենք միջև հողերը չխոշորանան, մեր Ոչ մի բան չի գյուղատնտեսությունը լինելու։ որակական փոփոխություն չի ապրելու։ Ոչ ջուրն ա հերիքելու, ինչքան էլ ջուր տան, ոչ ջուրն ա հերիքելու, ոչ բերքն ա նորմալ լինելու, ոչ, այսինքն լիարժեք համաձայն եմ։ Ես շատ բան կա է խոսելու։ Դե ժամանակ է խնդիրն է։ Չեմ խլում ձեր ժամանակը գնացեք։ Համեցեք, եղբայր։ Ես Սերյան Մարտոսյան գաղթած Լեռնային Ղարաբաղից, Հա, եղբայր։ ձեր հիպոթեկային վարկոտուն եմ մաղը, թոշակավորում պենսիա։ Պետական ծրագրով, Այո, հենց 10 հələ միլիոն, ինչքան եք ստացել հələ։ 10 միլիոն, Տունը քանի սենյակ է։ 3։ Քանի հոգի եք դուք։ Ես եմ կինս, աղջիկս, մեկը մի տղաս, հիմա մի տղաս կերևակ կալ, այսը պիտի գայելի։ Հիմա 1000 ներողություն։ 10 միլիոն դրամ ստացել եք, 3 սենյականոց տուն եք, առե 4 հոգով եք։ Այսինքն տղան առանձին է։ Այսինքն նորմալ լուծում է։ Կապանում եք առե։ Այո, Կապանը մեր քաղաքային միջավայրը, էլի մեր քաղաքն է։ Այսինքն հիմա որ ասում են այդքան բան է, խնդրահարույց է, բայց շատ կոնկրետ է։ Խնդրեմ շարունակեք, ինչ ուզում լուծում։ ասել, ինքնիչս հինա, շիֆերային վիճակում է։ Հիմա ուզում եմ փոխեմ, թոշակալում, չեմ կալում։ Ինչի։ Գումարը չի եկում, թոշակալում էր, գումարը փոխելով մաժեշտ է, պետք է, պետք է, Դե բան է, առանձնատուն է, թե շենք։ Առանձնատուն է։ Առանձնատուն է։ Գինուս դե ավատինակ մասկում, երկոտով։ Դե հիմա գիտեք ինչ ընտրական շրջանը մենք նյութական թեմաներին չեմ կարող դեն շատ մանրամասն բան անենք անդրադառնանք էլի հիմա դրա համար չեմ կարող ոչ մի բան ասել։ Ուզում ասեմ, շալախեն թողելի չի, ճիշտ նա։ Հարգելիներս մենք Ղարաբաղի ձեր կողքին ենք գնում։ Այսինքն հիմա կոնկրետ օրինակա նախ շնորհակալություն որ եկաք, որովհետև կոնկրետ օրինակով ցույց տվեցիք, որ ընտանիքա, որը տուն առել է, շատ լավ տանիքա կնորոգվի, պատակը նորոգվի, բակը կբարեկարգվի, բայց հիմա հարկը կբարեկարգի բակը հետ։ Մենակ մի հարցեր։ Էն էլ կա։ Ջուրմուղը եկա ջուրս քաշել, ներքև ջուր մագիստրալ քաշել։ Այս պատպորի ստակը բետոն եղա, քանդել է։ Հիմա այդ մասը ես հետ կան, բայց հողը գնում է։ Միջոց էլ աչքեսը մի տարի աղու։ Դե այդ տեսեք այդ դուք այն օրինակն եք ասում, որ ասում են, որ մի հարց լուծում է, դրանով ոչ թե հարցերը ավարտվում են։ Չէ, ուզում ասել, հիմա մի հարց լուծվել է։ Տուն չունեիք, այդ տուն չունենալու, հիմա տուն ունեք, տանիքի հարցը կա։ Այդ չեմ ասում։ Մի քանի անգամ դիմել եմ ճիշտ ասած։ Եղբայր, հիմա ընտրական շրջանը չեմ կարա նյութական թեմաներով բան խոսեմ։ Եղավ։ Հետո առիթ կլինի համայնքը տարբեր սոցիալական ծրագրերով եւ այլն հույս ունեմ տարբեր ծրագրերը կհասնեն։ Ուրախ եմ կրկին հանդիպում։ Ուրախ եմ։